Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք պաշտոնականից դուրս հաղորդումների շարքը, որը մենք իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, իսկ իմ այսօրվա հյուրն է Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ։ Փորձենք հասկանալ վերջին շրջանում ձեր ոլորտում ինչպիսի նորություններ կան, ձեր գործառույթները ինչպիսին են, առհասարակ բարդություններ կան թե չկան, ոլորտը ասենց մի փոքր մի 15 րոպեի ընթացքում ներկայացնենք մեր հանրությանը։ Վերջին մի քանի օրերին, սեպտեմբերի նշեմ 22-ից 24-ը տեղի է ունեցել ԱՊՀ երկրներին մասնակից պետությունների հարկային հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, ինչ է քննարկվել, եթե հնարավոր է մի փոքր անդրադառնանք հնարավորության շրջանակներում եւ ինչ նորություններ կան այս մասին։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Երևանում սեպտեմբերի 22-ից 24-ը տեղի ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը։ Համակարգող խորհրդում անդամակցում են ԱՊՀ անդամ պետությունների 9 երկիր, նիստին մասնակցել են սակայն 6 պետություն, բացառությամբ Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի։ Նիստին մասնակցել են նաեւ ԱՊՀ պետությունների բազային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ փորձագիտական խմբեր, ընդհանուր առմամբ ներկայացվածությունը եղել է շուրջ 40 անց։ Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսդրության, իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման հետ կապված հարցեր, ընդունվել են որոշումներ, ինչպես նաև համակարգող խորհրդի կազմում գործում է փորձագիտական խումբ, որի շրջանակներում ընդունվել են որոշումներ կապված ապօրինի դրամական միջոցների շրջանառության, անօրինական խաղային գործունեության հետ կապված հետագա միջոցառումների ընթացքը որոշելու հետ կապված հարցեր։ Համակարգող խորհրդի նախագահությունը ղեկավարում էր Ղազախստանի Հանրապետությունը, որը սույն թվականի սեպտեմբերի 24-ից արդեն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Մենք երբ որ միշտ ասում ենք օպերատիվ հետաքննություն կամ հետախուզություն, այստեղ չի կարող բացառվել իրավախախտում բառը։ Որոնք են վերջին տարիներին ամենատարածված իրավախախտումները հարկային ձեր գործունեության շրջանակներում, որոնք դուք նկատում եք, որոնց կանխարգելման շուրջ աշխատանքներ եք տանում։ Նախ նշեմ, որ վերջի տարիներին բավականին բարձրացել է մեր օպերատիվ հետախուզության վարչության գործունեության արդյունավետությունը։ Միայն նշեմ վերջի թվականներին, օրինակ 23 թվականի սկզբից մինչև 25 թվականի օգոստոս ամիսը ընդհանուր վարչության կողմից հայտնաբերվել է շուրջ 717 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ միայն այս տարվա 8 ամիսների ընթացքում հայտնաբերված ստվերային շրջանառության թիվը կազմել է շուրջ 256 միլիարդ դրամ, կամ կարելի ասել ընդհանուր վերցրած գումարի 36%-ը։ Նշեմ նաև, որ մեր քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ կատարված աշխատանքների արդյունքում վերջին շուրջ 2.5 տարվա ընթացքում պետական բյուջե վերականգնվել շուրջ 108 միլիարդ դրամ։ Հարկային իրավախախտումների մասով նշեմ, որ հաճախ հանդիպող իրավախախտումներն են հարկ վճարողների կողմից իրացման շրջանառության թերհայտարարումները, աշխատողին վճարվող աշխատավարձերի թերհայտարարումները, շահութահարկի հաշվարկներով ուռճացված ծախսերի ներկայացումները։ Այդ նպատակով մեր վարչության կողմից ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կապված ստվերային շրջանառության բացահայտման, կեղծ կամ կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության դեմ ուղղված այլ հանցավոր երևույթները բացահայտելու նպատակով, ինչպես նաև ոլորտում շատ են անփաստաթուղթ ապրանքների մատակարարման դեպքերը, որը վերջի 8 ամիսների ընթացքում կազմել է մոտ 300 դեպք։ Տեսեք, դուք նշում եք, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, պիտի խնդրեմ, որ ինչ-որ օրինակով ներկայացնենք
Որպես օրինակ կարող եմ նշել մեր վարչության կողմից վերջերս շուրջ 34 միլիարդ դրամի հայտնաբերված թվերային շրջանառության մասով, որի թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 10 միլիարդ դրամ, սակայն կուզեմ նշեմ, որ սա ամբողջական պատկերը չէ, ներկայումս իրականացվում են վերլուծական աշխատանքներ հայտնաբերված թվերային շրջանառության, ինչպես նաև պետության պատճառած վնասի իրական չափերը պարզելու նպատակով մի փոքր մանրամասնեմ դեպքի մասով կազմակերպության կողմից մատուցվել են սերվերային ծառայություններ հարկ վճարողներին շուրջ 53 հարկ վճարողի ստեղծված առևտրային եւ հաշվապահական ծրագրով հնարավորություն է ընձեռվել, որպեսզի տպվող ՀԴՄ կտրումները չարտացոլվեն հարկային մարմին ուղարկվող բազաներին, ինչպես նաև փոխարինվել է ապրանքների տեսակները, գինը, անվանացանկը եւ հարկային մարմին է ուղարկվել բացարձակ ուրիշ տվյալներով, ապրանքների տվյալներ։ Այդ նպատակով արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշեմ նաեւ, որ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, բավական տևական ժամանակ ստույգ ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, ընկերության աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ եւ միայն այդպիսի եղանակներով է հնարավոր եղել բացահայտել տվյալ հանցագործությունը։ Այնուհետև վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության հասցեներում, հայտնաբերվել են արժեքավոր տեղեկություններ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել գործի հետագա ելքի համար։ Մի փոքր ներկայացրեցիք, ես այստեղից կհանեմ այն գործիքակազմը, որոնք դուք ներկայացրեցիք, այնտեղ հետախուզությունն է կամ հենց տեղում դաշտային դիտարկումները, որոնք որ արվում են մասնագետների կողմից, ես ուզում եմ, որ հենց դուք նշեք, ինչ հստակ գործիքակազմ եք դուք կիրառում, որպեսզի բացահայտվեն այն իրավախախտումները, որոնք արվում են։ Տեսեք, դուք նշեցիք օրինակ տվյալ օրինակով, որ օրինակ ուրիշ ապրանքի փոխարեն մեկ այլ ՀԴՄ կտրոնով է մուտք արվել եւ այլն, ինչպես sense կարելի ասել զեղծարարությունն է տեղի ունենում, ինչպիսի հստակ բաներ կան, գործիքակազմեր, որոնք օգտագործվում են ձեր գործում։ Նշեմ նաև, որ մենք մեր աշխատանքում մենք օգտագործում ենք թվային գործիքներ արդեն, ինչպես տեղյակ եք, նախորդ տարվանից սկսած մենք ներդրել ենք մեր կառուցվածքում թվային հետախուզության լաբորատորիա, տվյալ լաբորատորիան մեզ հնարավորություն է տալի թվային կրիչներում, սարքերում, ինչպես նաև ամպային տիրույթներում արկա տեղեկատվությունը ներբեռնել եւ հետագայում կատարել փաստաթղթային ուսումնասիրություններ, վերլուծություններ իրավախախտման իրական չափերը պարզելու նպատակով։ Այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության հետ մեկտեղ մենք ֆիքսում ենք, որ պետական եկամուտների կոմիտեն հանձին ձեր վարչության քայլում է համընթաց տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելով իրավախախտումները բացահայտելու տեսանկյունից։ Շատ դեպքեր են լինում, երբ որ տնտեսվարողը կամ անհատ ձեռներից փորձում է խուսափել հարկերից կամ ինչ որ ձև տվյալ ոլորտում ապօրինություններ է գործում, այս ոլորտում ինչ գործառույթ ունի պետական եկամուտների կոմիտեն, ինչպես է փորձում բացահայտել եւ այդ ստվերի տակ գտնվողին բերել դեպի արդեն օրինական դաշտ, որպեսզի գործատունել կամ գործարարը մասնակցի հարկի վճարման process-ին։ Նախ նշեմ, որ մեր գործիքակազմը համակցված է։ Մի կողմից իրականացվում է խիստ միջոցառումներ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրավախախտման իրական չափերը պարզելու նպատակով, մի կողմից մեզ մոտ տեղ է տրվում բացատրական աշխատանքներին, քանի որ առանց դրա տվյալ ժամանակահատվածում հնարավոր չէ ապահովել հավասար տնտեսական դաշտ։ Այդ նպատակով Բեկի կողմից իրականացվում են սեմինարներ, տարբեր արշավներ, որի միջոցով հարկ վճարողներին փորձում ենք բացատրել հարկ վճարելու կարևորությունը եւ ուզում եմ նշեմ, որ հարկ վճարողներին այդ մեսիջը հասցնելու իմաստը նա է, որպեսզի նրանք հարկ վճարելը ընդունեն ոչ թե որպես պարտականություն, այլ որպես քաղաքացիական բարդ պատասխանատվություն մեր մեծ ընտանիքի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ։ Եվ վերջում ինչ ուղերձ կարելի է հղել
քաղաքացիներին, ովքեր վճարում են հարկեր եւ այն մյուս մասային, ովքեր փորձում են չվճարել, ինչպես բերել այն գիտակցմանը, որ եթե մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր համար պետությունը անկախ ամեն ինչից անում է ինչ որ վճարներ, որոնք մենք կարող է այդպես ֆիզիկապես չենք տեսնում, բայց ինչ որ ձևով դրանից օգտվում ենք։ Չէ՞ որ այդ բյուջեն, որը որ ամեն տարի ազգային ժողովում հաստատվում է, կառավարությունը բերում քննարկում են, ասենց ինչ որ մենք լրագրողներս անընդհատ դրան հետևում ենք, դրա հետևում, դրա հավաքագրման հետևում կանգնած է մի ամբողջ կառույց հազարավոր մարդկանցով, ովքեր փորձում են ապահովել դրա սահուն ընթացքը։ Նախ նշեմ մի փոքր մանրամասն, որ հարկ վճարողների հետ կապված աշխատանքում, ինչպես որ նշեցինք, բացատրական աշխատանքները մեծ դեր ունեն, մենք հիմնականում հարկային իրավախախտումները հայտնաբերելուց հետո հնարավորություն ենք տալի հարկ վճարողներին ճշգրտել իրենց հաշվետվությունները, ովքեր ճշգրտում են իրենց հաշվետվությունները, ոչ մի պատասխանատվության միջոցներ նրանց նկատմամբ չի կիրառվում։ Այնուհետև տվյալ հարկ վճարողները վերցվում են օպերատիվ հսկողության տակ, ինչպես նաև ՊԿ ստորաբաժանումների կողմից հսկողության տակ, այնուհետև եթե իրենց վարքագիծը դեպի դրականը չի փոխվում, տվյալ հարկ վճարողների արարքին տրվում է քրեաիրավական գնահատական։ Իսկ ինչ վերաբերվում է հարկ վճարելու մշակույթի ձևավորմանը, հարկ է նշել, որ ինչպես խոսքումս նշեցի, դա մեր բոլորիս քաղաքացիական պարտն ու պատասխանատվությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության հանդեպ, իսկ բիզնեսի ներկայացուցիչներին ցանկանում եմ տեղեկացնել, որ հարկ վճարելը դա միակ միջոցն է, որպեսզի հնարավոր լինի ազատ եւ արդար տնտեսական միջավայր ձևավորելու։ Իսկ մեր քաղաքացիներին ուզում եմ տեղեկացնել, որ ՊԿ շարունակելու է հետևողական պայքար մղել սֆերային շրջանառության, սֆերային երևույթների դեմ։ Մենք միասին կարող ենք կառուցել արդար եւ կայուն երկիր միայն այդ ճանապարհով, որը կբերի մեր յուրաքանչյուր քաղաքացու բարգավաճմանը։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Պաշտոնականից դուրս հաղորդումների շարքը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը։ Կհանդիպենք։